Ես մի փոքր անդրադարձ անեմ, հետո հարցս ուղղեմ, ցավ եմ, որ Տիկին Բլեջյանը այստեղ չի։ Ուզում եմ անդրադառնամ թշնամանքի մթնոլորտին, թշնամանքի ահռելի մթնոլորտ չափաբաժին ձեր իշխանության օրոք տարածվեց մեր երկրում, երբ դուք հարձակվեցիք մեր եկեղեցու վրա եւ հավատավոր ժողովուրդը ստիպված եղավ համախմբվել եւ պայքարել իր եկեղեցու համար։ Թշնամանքի մթնոլորտ դուք ստեղծեցիք այն ժամանակ, երբ ոտու ձեռք բռնած որդեկորույս ծնողին հանում էիք եռաբլուրից դուրս։ Այդ ժամանակ դուք տարածեցիք ատելության եւ թշնամանքի մթնոլորտ։ Եվ հիմա այստեղ պետք չի պոպուլիզմով զբաղվել եւ ներկայանալ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ։ Հարցս ուրեմն վերաբերվում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում կետին 2025 թվականին 767 միլիոնի դիմաց ծախսել եք 623 միլիոն 607 հազար, այսինքն 81.3%-ով եւ պարոն Ավինյան, կարծում եմ դուք էլ տեսել եք քաղաքապետարանի դիմացի գծանշումները, որոնք որ շփոթեցնում են շատ քաղաքացիների, նույնը նաեւ Արգիշտի փողոցի վրա է։ Ինչու այս մեկ տարվա ընթացքում այդ գծանշումները կարգի չբերվեցին եւ չկանխարգելեցին, միգուցե եղել են, չեմ իմանում, հարցում արել եմ, կպատասխանեն, կտեսնենք, կամ ենթադրվող ավտովթարների պատահարների հարցը։ Տիկին Ավետիսյան, քանի որ նշեցիք գումարը եւ նշեցիք դրանից հետո փաստացի որքան գումար է ծախսվել, ուզում եմ նշել, որ տվյալ բոլոր ծրագրերի շրջանակներում մրցույթները բոլորը կայացել են, այն ծավալը, որը նախատեսված էր աշխատանքներ իրականացնել գծանշման մասով, ճանապարհային նշանների տեղադրման մասով եւ այլն, բոլորը իրականացվել է եւ գումարի տարբերությունը գնումների գործընթացում տնտեսված գումարի շրջանակում է գոյացել, այնպես որ որևէ ծրագիր այստեղ չկատարված չկա։ Արձագանք։ Իսկ այդ տնտեսումները հնարավոր չէր ուղղել այն խնդիրներին, որոնք դեռ առկա են։ Հիմա փաստացի այս խնդիրը այստեղ առկա է եւ քաղաքապետարանի դիմաց եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցը եւ էլի փողոցներ կան, որ այս խնդիրը կա, նաեւ թերացում կա այն հարցում, որ օրինակ Կոմիտաս պողոտայում իմ գործընկերը տեսանյութ է տեղադրել, որ գծանշումը արել են, մի քանի օր հետո ընդամենը բերել են այդ նույն հատվածը նոր ասֆալտապատում են արել եւ փաստացի այդ գծանշումները անիմաստ ծախսվեցին գումարները եւ չծառայեցին նպատակին։ Տիկին Ավետիսյան, հենց այսօրվա նիստը ձեր հարցին պատասխանը տալիս է, այսինքն երբ որ մենք այսօր 7 միլիարդ դրամի ավել հավաքագրված գումարի եւ մի մասի, որոնք որ գնումների գործընթացի տնտեսումներից են գոյացել, մենք այսօր միասին արդեն նախորդ հարցի շրջանակներում հաստատեցինք մի շարք ծրագրեր, որոնք մենք կարող ենք անել տնտեսումներից եւ հավելյալ գումարների հավաքագրումից, այսինքն այդ 100 վերելակը մի քանի մանկապարտեզների նորոգումը, սանմաքրման հիմնարկի համար թիվով 20 մեքենաների ձեռքբերումը։ Սա կոնկրետ անվտանգային Տիկին Ավետիսյան։ Այդ ամենը մենք քիչ առաջ հաստատեցինք։ Կոնկրետ անվտանգության մասով Տիկին Ավետիսյան վերադառնամ 2025 թվականի ձեր իսկ կողմից հաստատված բյուջեն 2026 թվականի, խնդրում եմ նայեք ծանոթացեք, այնտեղ նույնպես գումար կա այս բոլոր ծրագրերը իրականացնելու համար։ Ոչինչի մասին չասող պատասխան է, ներողություն։